Հարգելի հայրենիքներ, դրամատուրգիաները մարտական են, մենք վճռական ենք տրամադրված և հույսով ու հավատով ենք, որ այսօր հաղթանակած ենք։ Հայ ազգը սովոր է հաղթելու, ազգի նվիրյալները առավել են ու հավատացեք, այդ 7 տարիների ընթացքում ինչքան էլ փորձեն մեզ ընկճել, ինչքան էլ փորձեն մեր արժեքների կմտել, ինչքան էլ փորձեն մեզ պարտվողի կայունավորում տեսնել, չի կարող այդ գործել։ Մենք միշտ ենք հաղթել ու հաղթանակները պատվով ենք կրել, պատվով ենք տանում և այս ամեն ինչ որ կատարվում է մեր ազգային բարիքների հետ, մենք պատվով ենք տանում ու հաղթանակներում այն սերը, այն հարգանքը, որ վայելում է մեր ձևով ժողովրդական շարժումը մարզելու, ոչ մեկի հետ չեն կարող իրենք ու դա չեն կարող հարցնել։ Սոցիալական մեդիան այսօր տեղեկատվությամբ մարդկանց ուղերձներն է լցնում ինչ-որ սխալ, պարտվողի քաղաքականություն, ինչ-որ վաղ տրամադրություններ ընկեր-ընկերոջ նկատմամբ, բարեկամը բարեկամի նկատմամբ, ազգը նվիրյալների նկատմամբ, հաղթանակների նկատմամբ չի լինելու է։ Մենք հենց դրա դեմ ենք պայքարելու ու հավատացեք, այն ինչ հիշում ենք հավաքվել ենք ու այն միասնականությունը, այն ուժը, որ տեսնում ենք մեր կողքը, մարդիկ մոտենալով իրենց աջակցությունն են հայտնում, նույնիսկ ասում են անուններ, որ մարդկանց չեն ճանաչում, բայց ասում են մարդիկ, ասում են ձեզ հետ են, Արամը, Տիգրանը, այդ ուժը ոչ մեկ չի կարող մեզնից փոխել։ Այդ միասնականությունը չի կարող ոչ մեկ մեզնից ստանել ու հայ ազգը հաղթելու է ու մենք մեր շարժումով, մեր քայլերով, մեր ընթացքով ապացուցելու ենք, որ հաղթելու ենք, պայքարելու ենք ու պայքարելու ենք մեր ձևով, պայքար, պայքար, 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 մեր ձևով, ինչպես արդեն հայտարարվեց, շաբաթ օրը, հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30 տեղի ունենալու մեր ձևով հանրահավաքը, որտեղ որ հավաքվելու են արժանապատիվ հայերը, արժանապատվության ձգտող հայերը, արժանապատվության համար պայքարող հայերը, և մեր հույս ունենք, որ հանրահավաքի նաև մեր կողքը կլինի մեր բարերարը, Սամվել Կարապետյանը, ու եթե մեր հայրենակիցները ցանկանում են ինչ-որ ձևով արտահայտել իրենց բողոքի ձայնը, արտահայտել իրենց պահանջը, կոչ եմ անում բոլորին շաբաթ օրը 16:30-ին լինել Ազատության հրապարակում, պայքարելու և անելու մեր ձևով։ Ազատություն Սամվել Կարապետյանին